Ես այսօր հենց ձեզ հետ եմ։ Ուղղեք հիշումից։ Բան վարչապետ հիշեցնեմ, տիկնոջը թատրոնում, որ մոտեցավ են սպանության, թողնիկի սպանության գործով, թատրոնի շենքում կրթվել են օրաձևերով։ Կներեք, ես ձեր պատասխանին էի սպասում, կակրաս։ Թատրոնի շենքում Ես հուսնեցի կործրեցի մեզ։ Նստեք էստեղ, հա, խնդրում եմ էստեղ նստեք, իհարկե, ես ձեզ հենց նամակով եմ։ Ինձ էիք դրում, էլեկտրոնային փոստով, որտեսի դուք ինձ պատասխանեք։ էլեկտրոնային փոստով, թղթով, Ինչպես։ թղթով էինք, Հա, թղթով չէ։ ավելի հեշտ է էլեկտրոնային գրել։ Կներեք, ես այն տարիքում եմ, որ չեմ կարող էլ այդպես գրել, Ինչ տարիքում։ սովետական։ Չէ, Ես արդեն 70 տարեկան 21-րդ դարում ինչ տարիք է 70-ը։ Մի հոզվեք, մի Գիտեմ, որ պետք է գնալ, բայց պարոն Փաշինյան, 40-ից 50 հոգի անց հարձակվել է տանս վրա, որտեղ եղել են նոյեմբերի 8-ին, ամսի 24 թվականին, հարձակվել են տանս վրա, խմած, հարբած, տարբեր բաներ օգտագործած, նախապես զինված, ինչա, իմ թորնիկը 15 տարեկան տղան, ձեռքով հարվածել է 20 տարեկանին իրեն լկտի պահելու համար, քանի որ իմ թորնիկս երդվել է, որ պետք է պաշտպանի թույլերին, կանանց, երեխաներին, 40-ից 50 անձնավորություն հարձակվել են, մի րոպե, հարձակվել են տանս վրա, որտեղ եղել են 2-ից 15 տարեկան անչափահաս երեխաներ, հիմա ինչ վիճակում է, արդեն 2-րդ տարին են տղան են նստած, 3 հրացաններով վիրավորված, գլխից, Լավ սկսեցի հիշել այդ գործը։ այո, եւ այդ մահնել է եղել իրենց կողմից։ Ես հավականով գլխավոր դատախազի հսկողության, անմիջապես հսկողության տակ։ Ձեր ազգան հիշեցնում։ Բաբաջանյան Ես դրանք ավելի բան չեմ կարող։ Ես գլխավոր դատախազ։ Իսկ ում պետք է դեմենք նամակ ուսած թագավորին։ Չէ։ Իրավապահ մարմինների ուշադրությունը հրավիրել եմ, խնդրել եմ եւ ինձ տեղեկանք են, որ ես կարդացել եմ, հիշեցի։ Դուք կարդացել եք։ Իսկ ինչ կասեք։ Դե երկու կողմից էլ կան մարդիկ, Հետո ինչ։ Իմ տղան պաշտպանվել է։ Պաշտպանել է իր 4 անչափահաս երեխաների։ Պարոն Փաշինյան, իր տան մեջ պաշտպանել է իր անչափահաս 4 երեխաների, 2-ից 15 տարեկան, պաշտպանել է իր մորը, պաշտպանել է իր կնոջը, 5 տեղից վիրավորված, ինձ կներեք, պարոն Փաշինյան, ասված ինձ, ես նստած աղոթք էի անում, պարոն Փաշինյան, դուք Հիմա ընդ որում մեզ նայում է, հիմա ես կարող եմ դուրս գալ փողոցում եւ մյուս կողմի հարազատներից կարող են ինձ հանդիպել եւ թող հանդիպեն, թող բոլորը գան, ես բոլորի մոտ եմ ասում։ Ես կարող մի բան Ես իմ երաշխավորեմ։ թորնիկներին, անչափահաս թորները, որոնք պետք է բանակ գնան, ես չունեմ պատասխան, որ իրենք ականատեսն են եղել, թե ինչպես են իրեն եղբորը մորթել տան մեջ, ու իրենք պետք է բանակ գնան։ Ինչ ձևով պետք է պաշտպանեն այս ոչ մի օրինական բան էլ չի կատարվում, ոչ մի օրինական բան, Աստված ջան, խնդրում եմ։
Փաշինյան, հենց հիմա ես բաներ կտամ, ես եմ ձեզ հարվում, ես գիտեմ, թե դուք ինչքան դժվար դրության մեջ եք հիմա, ես գիտեմ, հասկանում եմ։ Հենց նոր եմ ես պատճենները համեր։ Սա իմ աղջիկն է, սա իմ փորնիկն է, որը ձեր հետ նկարված էր, մենք ապագային հավատալով, ինչ կասեք սրա համար, սա ես չեմ ասում, տեսեք ով է դրա։ Հաստաբանն է, պարզանում կողմը իրան պետք է պաշտպան։ Ես ինչ կարող եմ անել։ Հիմա ես քայլում եմ արա մյուս կողմի հարազատներն էլիս լեսնել, ամենայն մյուս կողմի հարազատների հետ դուք ինչու եք համեմատում իմ ընտանիքը, երբ նրանք են հարձակվել իմ տանս վրա, իմ տանս մեջ, պարոն Փաշինյան, ինչի համար եք դուք հավասարության նշարին դնում, ինչու համար, նույն բան անում է դատախազությունը, նույն բան անում է իմ տղան մակահրավեր է ընդունել, ես ասեմ նոր, ես ձեզ բազմիցս լսել եմ, դատախազին հենց հիմա դրված լսում եմ, դնում են հավասարության նշարին, 40, այսինքն ինչպես պարոն Փաշինյան, 40 հոգին, չափահասները, բոլորը, ամենափոքր 20 տարեկան, հարձակվում է տան վրա, որտեղ 2-ից 15 տարեկան անչափահաս երեխաներ են, սա մարտահրավեր է, իմ տղան մարտահրավեր է անդանում իր տան մեջ, որտեղ 2 տարեկան երեխան է, իր մայրն է, իր քույրն է, իր հասն է, սա հավասարության նշանի վրա են դնում, երբ քննիչները ուղարկում են միայն գաղտնալսման ապարատը, որպես մեր տան մեջ, դնում և լսում են միայն մեր տան խոսակցությունը, տարածում են ամբողջ համացանցով, տալով իրենցը, իսկ իրենց կողմից, քանի որ 40-50 հոգի են, ինչ է, իմպետությունը ինչ է, նժարին է դնում, որ նժարին, դահիճին և զոհին դնում են նույն նժարին, պարոն Փաշինյան, դուք էլ եք այդպիսին, դուք էլ եք անարդար, ես ձեզ էի հավատում, ես ուզում էի ձեզ գրել, նմանները քաղաքացիներ կոչվել չեն կարող, որ տան մեջ մտել են, կնոջն են մորթել, կնոջը, երեխայի մոտ, մորթել են նրանք, հունվարի 12-ին ես այստեղից դուրս եմ եկել, 40 հոգին իրենց հարազատներից հարձակվել են իմ վրա, հարձակվել են իմ տան, այս պայուսակս միշտ բաց, եկել եմ, հանել են այստեղի իմ արտելի բանալիներն են, հանել պրտմանչիկով, այս ապակին երբ որ ցուցմունք տալու պետք է գնայի, այս ապակին են կոտրել ձմռելով, որպեսզի ես ցուցմունք ամբողջ օրը ես ահաբեկվում եմ, երբ ես քննիչին ասացի, որ ինձ ահաբեկում են, քննիչն ասեց, Տիկին Արմենուհի, եթե իրենք ինձ են ահաբեկում, ես պատկերացնում եմ, թե ձեզ ինչպես են ահաբեկում։ Այ այս ձեր փաստաբանները, պարոն Փաշինյան, դեռ ասելու շատ բան ունեն, պարոն Փաշինյան, մարդասպանամետ, մանկասպանամետ փաստաբանները Շեքսպիրի դրամատուրգը անգամ կարող է նրանք կարող են Ես սպասելու եմ ձեր պատասխանին, պարոն Փաշինյան։ Այդքան հարցերից որ ես ձեզ եմ պատասխանում։ Պարոն Փաշինյան, հիշում եք իմ թորանս նկարը։ Իմ թորանս նկարը դուք հիշում եք, պարոն Փաշինյան, ձեր հետ նկարված։ Ես ուղարկել էի նկարը ձեզ, որքան եմ իմ թորիկը ձեզ հավանել, ինչքան գիտեք ինչքան մի հետ եք հավատացել եք ձեր ապագայում, որն է ձեր ապագան, հիմա որ իմ ընտանիքը կործանել են սրանք, դուք եք ձեր իրավական համակարգն են, հիմա դուք եք ինձ կործանում, նրանք կործանել են իմ ընտանիքը, իմ ծերությունը, իմ ամուսնու ծերությունը, իմ թորնիկի պապիկը մահացավ, չկարողացավ, ով է մեղավոր, ինչ դատարան, որն է դատարանը ձեր, երբ երկուսին դնում են նույն նժարի վրա, ոչ,
կարելի է մի փոքր հարցեր վերջնալ։ Ուրեմն ես ունեմ երեք տղա, սեփական տուն, 2000-ի փոքր տղաս կենտրոնական տունն է, Այդ հարցը ինչպես ինչ Պետք է հողը եկել են չափել են, հիմա ես որովից է լուծում ունի, լուծում օրինակ 40 տարեկան մարդ ուզում փսակ եմ, ուզում ամուսնացնեմ, ազգը ասնեմ, ձգձգում այս բանաստեր, ասել ինձ ոչ Շատ լավ, եթե օրինական հիմք է, կա մի կա հիմք է, կա եթերել կա կադաստրի մեր գործընկերները կլսեն։ բայց դուք իմ հասցել չի որ ես մարդ դերազդանում է Իմ հարցն էլ աշխատում դեզ մոտ դե շատ Կանկանում եմ դուք հաջողություն երջանկություն, առողջություն միշտ այդպես քաղցր լինել Ես դեմ կայեմ Ջոնյան ջան, ես վաղը այդչակ առավոտյան գամ Լավ է Նախարարն ասել դառնեն բացում Բարդ Հա ինչ անում Տեսում բապնը Ստեղ է սա Բայց ու ես գնա Բացնա Հա Հիմա սեն կծած Բարև ձեզ Ոնց է Շենքի մուտքեն կողմից է թե Դենի ջան բաում է տեսնում Ուրա պապում Ջրահեռացման համակարգը։ Անդրեվաճիրը Այս կողվակները, այս կողվակները, այսինքն ինքը ոչ մի տեղ ման չի եղանում, այն սեթանավից վերնալի է, ասում են, մայթերը գործելի է որպես մայթ, այսինքն որպես փողոցերով չեն քայլում, արդեն մայթերը։ այս բնակելի փողոց։ Հա, հիվանդանոցի փողոց։ Բանջատում նորից մտնում, որտեղ չի աշխատում ձեր հեռախոսի հետ։
Չի լսվում էլի։